Բարևում եմ բոլորիդ, սիրելի հետևորդներ ջան։ Այսօր սեպտեմբերի 27-ն է։ Բոլորիս համար շատ տխուր ու ցավալի հուշերով լեցուն օր, կորուստներով լեցուն օր։ Եղանակն էլ կարծես մեր հետ, մեր սրտով է գնում, մռայլվել է։ Բոլորի սրտերում անպամացություն, մռայլություն այսօր, տխուր հուշերով, սրտի ցավով շատ լիքը ցավոտ բաներ, աննկարագրելի, որը մեր ապրած ամբողջ կյանքում չենք կարող մոռանալ։ Աշխատանքից մի քիչ առաջ եմ եկել տուն, նաև լույս չունենք, գիտեք, որ մեր Հայաստանը լի է ամեն տեսակ խնդիրներով և մեր երկրի վիճակը այդքան էլ բարվոք չէ։ Մենակ թե մենք հայերս սովոր ենք ամեն մի դժվար պահից էլ դուրս գալ, պատվով դուրս գալ, հատկապես հասարակ ժողովուրդը, որ միշտ պատրաստ է ամեն մի դժվար պահից պատվով դուրս գալ։ Քանի որ լույս էլ չկա, չեմ կարող երկար խոսել, խնայելով լիցքավորումը, գնամ մի փոքր հանգստանամ և ամեն դեպքում չգիտեմ, այսօր լռության օր է, քանի որ լույսը չկա, նաև ինտերնետ համակարգը չի աշխատում, դրա համար չեմ կարող հենց այս պահին որևէ մի բան տեղադրել, որ դուք էլ իմանաք, որ ես էլ սրտի ցավով միշտ հիշում եմ այս օրը, որը դեռևս շատ երկար տարիներ սերնդեսերունդ անմոռանալի կհիշվի, բոլորի սրտերում դաջված է այս օրը, երբ որ լույսը կտան նոր սաաբշեստվաբաժնում, ես էլ մի բան կտեղադրեմ, որ դուք էլ իմ սիրելի հետևորդներ ջան իմանաք, որ ես էլ որպես վլոգեր անտարբեր չեմ մեր երկրի, մեր հայրենիքի ցավից։ Հիմա գնամ մի փոքր հանգստանամ ու նաև այդ ընթացքում միգուցե ուժերս էլ հավաքեմ և կարողանամ վլոգ պատրաստել, քանի որ կյանքը շարունակվում է, ինչքան էլ տխուր լինենք, պետք է մեր ուժերը հավաքենք և կարողանանք առաջ շարժվել։ Կփորձեմ նաև ժպտալ, ժպիտով ձեր հետ զրուցել, քանի որ այսօրը մեր հայ մայրերը սգում են, միգուցե այսօր էլ չկարողանամ վլոգ տեղադրել և կտեղադրեմ հաջորդ օրը, սիրելի հետևորդներ ջան։ Սիմոն մանր քայլերով եկավ մոտս և վայրկյաններ անց քնեց։ Ինչքան էլ որ քնած է, նաև իրեն դուր է գալիս, թե ոնց եմ իր պոչիկը շոյում։ Խելացի Սիմա, մաքուր, պուպուշ, քիթիկը։ Ոնց է կծկվել մոտս։ Թաթիկները, մաքուր թաթիկները։ Սիրեք ձեր կենդանիներին, դա շատ կարևոր է։
Սիմա ջան, եկար մենստի ես քնում, ախ դու ավազա, քիչ էր մնում ինձ էլ քնեցնի իր հետ, իր այդ գրմռոցներով։ Մեր մոտ այսօր եղանակը այնքան հանգիստ է, որ մեզանից անկախ ուզում ենք պարկենք ու քնենք։ Ասեք, որ բոլորիդ հետ էլ նման պահեր լինում է։ Հետո որ տեսա չէ արդեն ուր որ արդեն կքնեմ, մի անգամից վեր թռա էլի, ասի չէ, Անուշկա ջան։ Միար պապ ապրանք ունիս, էդ ով դի բեջարել, լավ եք աստեղիցըտ։ Էդ ավիկացա, եկա ստի։ Մածոն էի մերել ես մի քանի օրը, հետո սիրտս քամած մածոն ուզեր, կոֆեն էլ լցնեմ։ Ով, տեսաղցիկս վերև եմ դնում, ներքևը չի երևում, ներքև եմ դնում, վերևը չի երևում։ Դեր էդ պահերն է։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, վերջ ասի չէ, բեկենա։ Եկել եմ տոպրակիցը մածոն հանել եմ, ես ինձ ցածր այս կոզերը ուֆ է, հետո ասի դե մի քիչ պտտվեմ գործանեմ, որ մի քիչ կայունամ էլի, որ ձեզ միանամ, քնած չխոսեմ էլի, մի խոսքով այդ մածոնը մերած, երեգել տոպրակն էի լցրել արդեն լավ քանվել էր, եկա այդ էլ դատարկեցի, տոպրակի են եզրերի ամենահամոր տեղերն են միջապես վայելեցի, հետո ասի դե լավ, ամեն դեպքում կոֆեն է էլի սաղիս էլ թարմացնում, մի հատ էլ կոֆե կխմեմ, քանի որ ցուրտ է, բաժակս ստի դնեմ, քիչ մոդիկ դնեմ, բաժակն էլ դքանա, հետո որ մածոնը քամել եմ, սենց լցրել էի ստեղ, մի ստիպված ձեռս վերև եմ բարձրացնում, սեղանի չեմ դնում, որ համից տենակ համել իմ քամած մածունը, ահա, լցրել եմ էստեղ, սիրել հետևորդներ ջան, լույս ուստվերը թույլ չի տալի, երևի տեսաղցիկը իջեցնեմ ցույց կտամ, ամեն դեպքում հավեսի կբերեմ, որ մածուն մերեք, հետո քամեք, հետո հացով վայելեք, վրինել մի պտղոնց պիսո կանեք։ Այ սիմուչկա, որ սենյակը քնում է, իրա քնելու տեղը գտնում է, պահեր գալիս է, մեզանից անկախ, ամեն բան մի կողմ ենք թողում, հետո ուզում ենք հանգստանալ։ Այս ընթացքում նաև պետք է լվացքեր միացնեմ, համով բաներ էլ պատրաստեմ, էլ չասեմ, որ այդ միար պապ հավուրջիվը։ Նաև գնացել եմ ցորեն եմ տվել, բայց ցորենը լավ չեն ուտում, էլի, պետք է անպայման գնամ խոտել հնձեմ, խոտել տամ, որ հետ ըննի ջրիկ բանել էլի, իրանց սրտովն էլի, որ արդեն կանաչ տալիս եմ, ետ են դառնում հմել, այդ ցորենն են ուտում, բայց այն ինչ վերաբերվում է այն շղաղած կերին, մի վայրկյանումը ուտում են, այն են շատ սիրում, բայց նրան օրը մի անգամ եմ տալի։ Կոֆես էլ կխմեմ, ավելի կարույգանամ, կոֆեն ինչ շատ առույգացնում է, դեռ հագուստս էլ չեմ փոխել, այս հագուստով եմ շատ հարմար լինում, որ մի քիչ դեպի աշուն ենք գնում ու ոչ շատ ցուրտ է, որ մի անգամից թևով շոր հագնենք, ոչ էլ տաք չի, որ մենակ կիսաթևով գնանք ու նման տիպի հագուստը, ահա, մեջքի մասը այդ ձևով, փոքր կապիշոնով, սիրելի հետևորդներ ջան, շատ հարմարավետ է, այսինքն մարդը ընդհանրապես թիկունքից ու դոշից հա չեմ վրսում, սենց ասեմ, հա, դրա համար շատ հարմար է, շատ եմ սիրում իմ մեզ ժիլետիկը, որը վերջերս էի գնել, և ինձ թե գույնը, թե իր ձևը շատ է դուր գալիս, համ թեթևա, համ ենք տաք է պահում, դե մազերս էլ չասեմ, որ արդեն գնալով ավելի շատ եմ ձեզ գանգուր ձևով միանում ձեզ, ոչ ֆենած, ուղղած, եթե կհիշեք որոշ ժամանակ առաջ, ամիսներ առաջ, երբ որ իմ պեչի մոտից էի վլոգներ անում ձեր հետ զրուցում տակ պեչի կողքին նստած, մի անգամ ակնարկել եմ, որ ուզում եմ որոշ ժամանակ ոչ մի ձևի, ոչ արթուք ֆեն, ոչ էլ փչովի ֆեն օգտագործել, որ մազերս վերականգնվեն, այսինքն իր գանգրությունը վերականգնվի ու արդեն իսկ վերականգնվել է, ահա կոֆես էլ եփեց,
Ու արդեն երբեմն ինձ այս տեսքով էլ կտեսնեք իմ բնական կանգուրներով։ Հիշեցնեմ, որ կանգուր մազերը նորից մոդայիկ են դարձել, բայց ոչ թե մոդայի համար եմ ես այդպես վարվել, այլ ուղղակի երբեմն կարոտում ենք մեր մյուս տեսքին, մեր մյուս տեսքին։ Հիմա միգուցե կարոտեմ իմ այն տեսքին, որտեղ մազերս ավելի կարճ էր եւ ավելի հարթ էր։ Լինում էր ժամանակ, որ ամեն օր բառից բուն իմաստով, ամեն օր մազերս թե հարթուկվելով, թե փչովիվելով հարդարում էի, ուղղեցնում էի, նաև կարճ էի պահում, նաև մեջերից հանում էի մկրատով ես ինքս ու հիմա էլ միանգամից որոշեցի, որ այս տեսքից էի կարոտել, ուզում էի այս տեսքին գալ, նաև նման դեպքերում հիշում ենք մեր երիտասարդ տարիները և ուզում ենք, որ երբեմն էլ այդ տեսքով լինենք մենք։ Հետո ընդհանրապես մենք կանայքս, երևի թե բոլորս էլ սիրում ենք, չէ, որ հաճախակի փոփոխություններ մտցնել մեր իմիջի մեջ և իմ մոտ արդեն մազերիս մոտ է այդ իմիջի փոփոխությունը, որը դուք հաճախակի կտեսնեք, երբեմն էլ շատ գործերի պատճառով այս կանգուրիկները խախտված եք դուք տեսնում, քանի որ ոնց պատահում հավաքում եմ, մի պոչիկ եմ անում և այդ ձևով էլ եք դուք ինձ տեսնում, որի համար դա ուղղակի ես այդ ձևով էլ հենց ներկայանում եմ, ինչպես որ այդ պահին կամ, քանի որ սա այնպիսի հաղորդակցություն է մեր մեջ, որը ես ցույց եմ տալի իմ առօրյան, իսկ առօրյայում երբեմն նաև այդպիսի պահեր ա լինում, չէ, սիրելի հետևորդներ ջան, բոլորիս մոտ էլ այդպիսի պահեր ա լինում, որ մի պահ դուրս ենք գալիս այդ հարդարման աստիճանից, այդպես բծախնդիր պահից դուրս ենք գալի, քանի որ տունը այն վայրն է, որտեղ մենք պետք է մեզ լիարժեք ազատ զգանք ու ես հենց այդ ձևով էլ ձեզ եմ միանում, ձեզ եմ ներկայանում, որ մեր այսպիսի շփումը ավելի արդար ստացվի և ավելի հետաքրքիր լինի, դուք էլ համեմատական մտցնեք ձեր առօրյայի մեջ, եթե դուք էլ այդպիսին եք, որ երբ որ տուն եք հասնում, դրսի հագուստը փոխում եք, հետո երբեմն էլ ուզում եք ձեզ ավելի ազատ զգալ, ավելի թեթև զգալ, երբեմն ոչ ներկայանալի, երբեմն էլ ուղղակի բացի թողի վիճակում, որը նույնպես շատ կարևոր է մեր կյանքի հանգստության համար։ Այսօր որ եկ աշխատանքից ուզում էի, որ տուն հասնելուն պես քնել ու հենց որ պարգեցի հանգստանալու պարկած վիճակում, իմ Սիման այդպես մանրիկ քայլերով եկավ մոտեցավ, սկսեց իր գրմռոցները ու հենց այդ պահին ես աննկարագրելի ձևով էներգիա ստացա և հենց այդ պահին էլ հեռախոսը ձեռքս վերցրի ու ձեզ միացա այդ պահից սկսած Իսկ հիմա, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ գնալ նորից իմ սուրճի բաժակը վերցնեմ, գնամ լռության մեջ վայելեմ, մի հատ էլ տեսնեմ ինչ կա համացանցում, նաև տեղյակ լինեմ այս աշխարհի անց ու դարձից, տեսնեմ ինչ է կատարվում, թեպետ բոլորդ էլ գիտեք, որ կարելի ասել ոչ մի լավ բան էլ չի կատարվում, միշտ վատ լուրեր ենք լսում, ինչ որտեղ դրանից էլ մեր հոգեվիճակի վրա դա ազդում է, բայց լինենք ուժեղ, դեպի լավը մտածենք և թող որ մեր աշխարհին էլ խաղաղություն լինի ամեն մի բնակավարում, որ մենք էլ բացենք համացանցը և միշտ լավը տեսնենք, չնայած ես ինքս էլ թերթում եմ նման բաները, փնտրում եմ լավ նյութեր եմ կարդում, որպեսզի տրամադրությունս տեղը պահեմ, քանի որ այդ վատ բաները, որ մենք տեսնում ենք, նաև մեր տրամադրության վրա է անդրադառնում, մեր հոգեվիճակի վրա է անդրադառնում,
Եվ ամեն դեպքում ուզում ենք բոլորս էլ տեղեկացված լինենք, դե գնամ սուրճս վայելեմ, մի փոքր ես տեղեկացված լինեմ մեր աշխարհի անցուդարձից, հետո իմ գործերով կմիանամ, այս ընթացքում լվացք պիտի միացնեմ, լվացքս էլ կփռեմ, հետո նոր կգնամ հավերիս գործով կզբաղվեմ։ Գալիս ես, Սիմա գնանք, հետ ու ստեղ ես քնում։ Եյ, խորը քնել արդեն։ Դե լավ, Սիմային թողնեմ այստեղ, դուռը բաց կթողնեմ, եթե կգա, վստահ եմ, որ հաստատ գալու ա մոտս, քանի որ իմ ջերմությունն էլ իրեն է փոխանցվում, եղանակը սառն է եւ ջերմության կարիք ենք զգում, հատկապես փիսոները։ Չեք մոռացել, չէ՞, ձեր սուրճը եփել եւ միանալ ինձ, սիրելի հետևորդներ ջան։ Լվացքս էլ փռեմ։ Զրփիչները էի լվացել։ Այս ոնց է փաթաթել։ Երբ որ քիչ եմ լվացք դնում մեքենայի մեջ, շատ է իրար մեջ փաթաթում։ Այս իմ փափուկ դիոր սրբիչը համարյա ցամաք հանում է, բայց թե ամեն դեպքում պիտի փռեմ, որ քամի խաղա ու ավելի համովանա։ Հետո այս մեկը։ Եվ հետո այն մյուսը ու գնամ փռելու։ Քանի որ երեկոյան ժամերն է, չգիտեմ դրսում փռեմ թե չէ, երևի ներսում փռեմ, քանի որ չեմ սիրում, որ ուշ ժամի լվացք եմ թողնում դրսում, դուռն կիսաբաց եմ թողնում և գնամ լվացքս փռեմ, որից հետո կանցնեմ իմ գործերին։ Միջանցքի լույսը վառեմ այս կողմից, միջանցքը քանի որ երկար է, երկու կողմից եմ լույսը միացնում և բացեմ, այսպիսի տանն եմ փռելու։ Ընդհանրապես լվացքը սիրում եմ ուշ ժամերին տանը փռել, չեմ սիրում, որ լվացքը գիշերը դրսում անում և վերեմ ու կախեմ, բայց հենց որ արևը ծագում է, տանում եմ դուրս, որ ավելի ճառագայթների բույրը մտնի լվացքի մեջ, անկախ նրանից, թե ինչ եմ լվացել, լինի դա սրբիչներ, լինի դա հագուստ, այսպես, քանի որ ինքը շատ լայն է, մի քիչ էլ էստեղ հավաքում եմ և ամրակները խփում, այսպես և այդպես հաջորդաբար փոքրիկը նման դեպքերում միջանցքի դուռը նաև բաց եմ թողնում, մինչև իմ քնելու պահը, երբեմն լուսամուտն եմ բացում այստեղի և դա էլ եմ նպաստում չորանալու։ Ամենայն դեպս գրեթե չոր է հանում, դե գիտեք։ Մեծի ասած խոսք կա, որ լվացքը գիշերով դրաներ չեն թողնի և դա տպավորվել է իմ մեջ։ Մյուսն են կբերեմ ու վերջ։ Արդեն կգնամ հավերին կհանեմ ու կողքները կմնամ, նոր միայն կգամ տուն, մի փոքր էլ կհանգստանամ, որից հետո էլ արդեն համավություններ կպատրաստեմ։ Մի քիչ էլ հեռու եմ կախում ամեն դեպքում, երբ որ լվացքը քիչ է լինում, հատկապես, նաև չեմ սիրում լվացքը կուտակել, Հետ այստեղ մի քիչ մի կողմի վրա, որ իմ անցուդարձին չխանգարի։ Եվ ցրտել է, հագուստս փոխեմ ու նոր գնամ հավերի դուրս կհանեմ։
Այսքան։ Սիմա ջան, չեկար չէ մոտս, այնքան խորն ակնել, ուրեմն լվացք փռելուց հետո անցել եմ իմ սուրճը վայելելուն, սիրելի հետևորդներ ջան, և նոր միայն կգնամ արդեն հավերին կերակրել, նաև սպասում եմ, որ այսօր պիտի հավերիս համար կեր են բերելու, կեր եմ գնել ու պիտի մեքենայով բերեն տուն, 8 ժամի կբերեն հավանաբար և արդեն մյուս վլոգիս մեջ այդ գործերով ձեզ կմիանամ, համցից կտամ կերը համել հավերիս, ճուտերիս և իմ այդ գործերով Հիմա միայն մածունը կտեղավորեմ, որը դեռևս այստեղ է, գդալով կիչեցնեմ ներքև, սառնարան կտեղափոխեմ, կգնամ հավերիս հետ էլ այդ գործերը կանեմ ու նոր միայն կգամ համովություն կպատրաստեմ։ Գիտեք, որ միշտ էլ ես առաջի հերթը տվել եմ իմ կենդանիներին, կենդանիներից կերակրել եմ, իրենց ապահովել եմ ու նոր միայն ես եմ եկել մի կտոր հաց եմ վայելել։ Հենց այդպես էլ այսօր էլ կվարվեմ, ինչպես միշտ։ Լավ ցրտել է, ասեմ երեկոյան ժամերն է, լվացքս էլ դեռևս ճիշտ է չի մտնել, բայց փռեցի, որ երբ որ հավերին արդեն զբաղվում եմ, մինչև մութ մնում եմ դրսում, հանկարծ չմոռանամ լվացքս դրսում, դրա համար ավելի լավ է հենց սկզբից տանը փռեի, որ արդեն այդ մթով հանգիստ գայի ու արդեն հանգիստ լինեի։ Հիմա արդեն անցնեմ իմ գործերին։ Գդալ էլ վերցրի, որ մածունն էլ սեղմեմ, որպեսզի սառնարանում ինքը լավ պահպանվի, ընդհանրապես, սիրելի հետևորդներ ջան, քամած մածունը հատկապես, երբ որ այսպես ցիրուցան թողնում ենք, ահա սա տոպրակի եզրերին կպածներն են, և միշտ էլ Երբ որ այսպես հանում եմ տոպրակից, պարտադիր, գդալով սեղմում եմ, դարձնում եմ հավասար մակարդակի վրա, որպեսզի մածունը մնալով սառնարանում, ինքը եզրերը չչորանա, ճիշտ է փակ ամանում է, բայց միշտ եզրերը այսպես նստեցնում եմ և արդեն որից հետո մի եզրից սկսում եմ օգտագործել, Տնական կաթեր, ինչպես միշտ, գիտեք, իմ հարևանից էի գնել կաթը, մածունը մերել և 3 լիտրից այսքան քամած մածուն է ստացվել, կես կիլոգրամից մի քիչ ավել հավանաբար, չեմ կշռել կամ էլ 1 կիլոգրամ, միգուցե կշռեմ, չգիտեմ, բայց մոտավորապես, կես կիլոգրամից մի քիչ ավել, ավելի հստակ, և նաև ուզում եմ ցույց տալ, իսկ գդալն առանձին կմաքրեմ, ուզում եմ ցույց տալ նաև իրենից դուրս եկած շիճուկը, սա արդեն սառնարան, այստեղ հատակին է շիճուկը, բարձրացնեմ, արդեն մլակներն են հավաքվել վրան և այստեղ այս սև կետիկը մլակ է, քանի որ մլակները այն ամենափոքր ճանճանման բաները միշտ էլ շիճուկի հոտի վրա գալիս են, սա էլ կտամ իմ ճուտիկներին, սիրելի հետևորդներ ջան, բանկայի մեջ եմ տալու այն հատուկ ամանով, որպեսզի իրենց տոտիկներով չմտնեն ու հողը չլցնեն մեջը, բանկայի մեջ եմ լցնելու, հիմա բանկա չեմ մոտեցրել, այդ ամենն էլ կադրից դուրս և արդեն կզբաղվեմ իմ հավերով։ Եվ հենց որ հավերից գործն էլ ավարտեմ, նոր կգամ իմ համար համովություն կպատրաստեմ, ուզում եմ կարտոֆիլ կարմրացնել այրոգրիլում, նաև այսօր խանութից վերցրել եմ սլայոննի խմոր, նորից ու նորից, քանի որ մյուս բոլորը հյուրասիրություն էր, և ես էլ ուզեցի, որ ինձ համար էլ պատրաստեմ և գրեթե միշտ իմ սառնարանում ունենում եմ, սա չեմ տեղափոխում սառնարան ի տարբերություն քամած մածունի, որը պիտի պարտադիր սառնարանում պահեմ, սիրելի հետևորդներ ջան, դե շիճուկն էլ արդեն հավերի համար։ Սորսաղ օրս ամբոտած կացավ երկինքը, հավերիս ու ջուտերիս գործնել բրծը, եկել եմ տուն, գնանք խոհանոց, սիրելի հետևորդներ ջան։
Արդեն ժամանակը լրանում է, ահա, վայրկյաններ են մնացել։ Կարտոֆիլ եմ կարմրացնում, մի քիչ շատ եմ դրել, մի քանի հատ, որ հասկանամ, տեսնեմ, եթե 2 շերտով ենք դնում, ինչպես է կարմրացնում։ Եվ արդեն այստեղից թափանցիկ ապակին ասում է, որ բոլորը կարմրել են։ Ահա, վայրկյանները հաշվենք, նաև տեսեք, թե ինչքան հաճելի է շուրջը, մաքուր։ Եվ մեր գործը հեշտանում է։ Անչափ հեշտանում է այս պահերին, երբ որ յուղի կաթիլները այս ու այն կողմ չեն թռչում, ու մենք էլ մեր սրտի ուզելիքը արդեն պատրաստում ենք եւ վայելում։ Ահա, 200 աստիճանի տակ եմ միացրել եւ մսի վրա եմ դրել, որպեսզի ահա, վարտվեց ժամանակը, որպեսզի համոզվեմ, որ 2 շերտը լավ կկարմրի։ Երբ որ մի շերտով եմ դնում, ֆրի ռեժիմի վրա եմ դնում, սիրելի հետևորդներ ջան, հիմա սիգնալը կտա և կբացեմ, այո, ջան, պետք է սպասենք համբերատար մինչև վերջին պահը, և արդեն կարող եմ բացել, սովորության համաձայն պետք է նախ այստեղից անջատել, այսպես, մի կողք եմ դնում, անջատում և բացում, նույնիսկ այսպես, որ կպչում ենք, ինքը չի վառում, բայց թեթևակի տակ է, ճուտիկներս էլ մի կողմ, այո, 2 շերտով կարտոֆիլ, իր բոլոր համեմունքներով, ահա սիրելի հետևորդներ ջան, և արդեն գնամ խոհանոցի սեղանին, այստեղից վերցնեմ զգուշորեն, այս կողմերն էլ տակ չէ, ինչպես տեսնում եք, ձեռքս չի այրում և հանգիստ պահել եմ, ահա, գնացինք մյուս կողմ, և տեսեք, թե ինչքան կոկիկ է պատրաստել, Այս ինչքան լավ է բուրում է, վերցնում եմ հենց այսպես, թղթով, և ինչ ենք տեսնում, ներսում մաքրություն, իր ցանցը չեմ դրել, քանի որ սա մսերի համար է, ամեն դեպքում թեթևակի կտորով կսրբեմ և նոր կտեղավորեմ այրոգրիլի մեջ, առայժմ գազօջախի վրա, իսկ այստեղ, սիրելի հետևորդներ ջան, դատարկում եմ և տեսեք, թե ինչքան ընտիր է, կիսելուց հետո դանակով նաշխեր եմ տվել խորությամբ, աղ եմ ցանել, համեմունքներ արել և մի փոքր էլ բուսայուղ, և արդեն բոլոր կարտոֆիլները հրաշալի կարմրել են, միտք ունեմ տրորելու, քանի որ այս տարբերակով կարմրացրած կարտոֆիլը համեմունքներով և բուսայուղով անչափ համեղ է լինում, և քանի որ սիրում եմ նման դեպքերում սարի ուրց փշրել վրան, ուրցն էլ փշրեմ, պետք է պարտադիր չոր լինի, որ լավ փշրվի, երկու ձեռքը թեթևակի քսում ենք իրար և ուրցը փշրվում է, տարածելով իր համեղ բույրը, անուշ բույրը, և սկսում տրորել, երբ որ քիչ եմ պատրաստած լինում, հենց պատառաքաղով տրորում եմ, իսկ հիմա, քանի որ 2 շերտով էի դրել, պատրաստեք սիրելի հետևորդներ ջան այս տարբերակով և համիտ չեք կշտանա, ինձ մոտ սիման եկավ, այս անուշ բույրերը քիթն են ընկել և վազքով եկավ խոհանոց, դուրն էլ քանի որ կիսաբաց էր հեշտությամբ հրեց ու ներս մտավ,
Ջոն, այսպես, մի լավ տրորելուց հետո, կանցնեմ վայելելու, ձեզ էլ հավեսի բերելով, արդեն իսկ, ահա, հագեցնող է, և կարտոֆիլը համարվում է երկրորդ հաց, համենայն դեպս մեր հայրի համար, հայրս շատ ենք չէ հաց սիրող, հայինը հացն է, առաջի հերթին, և կարտոֆիլն էլ համարվում է երկրորդ հաց, ահա, իսկ հանը լավա, տեսակ ինչքան ընտիր եղավ, և արդեն այսքան տրորելը հերիք է, կարող եք նաև նման ձևով կարմրացնել կամ այրոգրիլում կամ ջեռոցում և կարակ հավելացնել բուսայուղի փոխարեն, որոշ ժամանակ անցել, խաչապուրին էլ եմ թխել ու միայն 3 հատ եմ թխել, թխվելուց հետո միշտ կիսաբաց թողնում եմ որոշակի ժամանակ, մինչև որ հովանա, ահա խնդրեմ, ընտիրություն, իմ հասա կվերցնեմ, գազօջախի վրա տեղավորեմ, մի պահ, ու քանի որ ինձ հարց էիք ուղղել, թե քանի տեն է, թեպետև ես երբ որ ներկայացնում էի, ասել եմ, որ 2 տենով է, մեկը ներքևը, ահա մյուսն էլ վերևը, սիրելի հետևորդներ ջան, սա վերևի տենը և սա ներքևի տենը, շատ իմ սրտով է իմ սաթենիս արած նվերը և ուզում եմ անընդհատ այստեղ համովություններ պատրաստել, հիմա այստեղից արդեն վերցնեմ հեշտությամբ, նաև թղթից այդքան էլ չի կպչում, հատկապես երբ որ թողնում եմ հովանա, սիրելի ափսեն եմ բերել, մոտեցրել, որ այստեղ տեղավորեմ, ինձ կմնա արդեն հանել այստեղից, գեղեցիկ դասավորել ամանի մեջ, սիրելի հետևորդներ ջան, երբ որ քունջութ եմ ցանում, համը ավելի յուրահատուկ է դառնում, փորձեք այս տարբերակով և ձեզ էլ դուր կգա, նաև քունջութը նույնպես շատ կարևոր է կանացի օրգանիզմի համար, դրա համար հաճախակի քունջութ օգտագործեք, ահա, և ասեմ, որ ամեն անգամ տարբեր բացվածք է ընդունում այս խմորները, որ վերցնում եմ խանութից, ամեն անգամ տարբեր բացվածք է ընդունում ինքը, այս 3 հատն եմ միայն պատրաստել, ահա, այսպես, ինձ կմնա թեյ պատրաստել, թեյով վայելել այս համեղությունը և իմ երեկոն դարձնել ավելի թեթև և հանգիստ, եթե ձեզ դուր եկավ, դուք էլ այսպես պատրաստեք և ձեր երեկոները դարձրեք ավելի հաճելի ու հանգիստ, առայժմ